Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանն է։ Բարի երեկո, պարոն Ասլանյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ասլանյան, այսօր հունիսի 3-ն է, ձեր դաշինքը 19:00-ին մեծ հանրահավաքի է հրավիրում հրապարակում։ Մենք նաև ըստ էության փորձում ենք ամփոփել քարոզարշավ ու հասկանալ, թե քաղաքական ուժերը այս ընթացքում ինչ հասցրեցին անել, ինչ չհասցրեցին անել եւ գետնի վրա շոշափել եք տրամադրությունները, ինչ արձանագրեցին։ Հիմա այս հարցը ձեզ եմ տալիս, քարոզարշավը մոտենում է ավարտին։ Ինչ իրավիճակում եք դուք, ուժեղ Հայաստանի դիրքերը ինչպիսին են եւ քաղաքացիների ամենաառաջնային խնդիրները որոնք են ու արդյոք դրանց լուծման բանալիները տվեցիք նրանց։ Կարծում եմ քարոզարշավը մեծ առումով շատ բուռն ու մասշտաբային էր, ոչ միայն մեր կողմից իրականացող, այլև այլ քաղաքական ուժերի կողմից իրականացող, բնականաբար ավելի ընդգրկուն, ավելի մասշտաբային են այն ուժերինը, որոնք ավելի ֆավորիտ են դիտվում, օրինակ օպոզիցիոն դաշտում մեր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը իր վրա է վերցրել այդ օպոզիցիոն դրոշակագրի դերը եւ ստացվում է մեր մոտ այդ դերակատարումը այս պահին գոնե առաջ տանել, բնակչության հետ իրազեկման աշխատանքների առումով, բնակչությանը ավելի խորը իրազեկելու, մեր ծրագրերը ներկայացնելու, նաև հետադարձ կապի ապահովման միջոցով, որովհետև մենք նաև բնակիչների առաջարկությունները, բնակչության հուզող հարցերի խմբավորմամբ ենք զբաղվում, որպեսզի ամեն հաջորդ օրը մենք կարողանանք նաև այլ տեղերում այդ հարցերից խոսել, բնակչությանը իրազեկել կամ նրանց հուզող հարցերին պատասխանել, կարծում եմ ստացվել է հասկանալ, մտնել ժողովրդի մեջ եւ նշмарել այն հարցերի խմբականակը, հուզող, մեծ առումով հուզող հարցերի խմբականակը, որոնք ծառացած են Հայաստանի Հանրապետության առջև, ի զարմանս ինձ դրանք այնքան էլ սոցիալական չեն, այնքան էլ տնտեսական չեն, փոքր առումով, որքան որ անվտանգային են, որքան որ գլոբալ էկոնոմիկ հարցերին վերաբերվող են, տնտեսագիտական եւ ոչ թե մանր կենցաղային, բայց նաեւ ի թիվս այլ խնդիրների մեծ են բնակչության մոտ մտավախությունները խաղաղության հետ կապված, մեծ են մտավախությունները մեր տարբեր ժամանակաշրջանում մեր պետության կողմից վայրիվերումների եւ դրան հետևող նաեւ տնտեսական, քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Պարոն Ասլանյան, որպեսզի դուք կարողանաք ձեր ասած լուծումները տալ քաղաքացիներին, ձեզ անհրաժեշտ է առաջին հերթին վերցնել Նիկոլ Փաշինյանի ձեռքից իշխանությունը, բայց մենք տեսնում ենք, որ որքան մոտենում է ընտրության օրը, այնքան շատ են կալանավորվում ուժեղ Հայաստան կուսակցության անդամները։ Երեկ ձերբակալվեց ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը, այսօր առավոտյան հրապարակվեց որոշումը, նա 2 ամսով կալանավորվել է, փողերի լվացման հոդված, թեև փաստաբանն ասում է, որ 150 հոգու հարցաքննել են, որևէ մեկը չի ասել, որ Ալիկ Ալեքսանյանը իրեն նյութապես շահագրգռել է։ Ըստ ձեզ, միջև ուր կարող է իշխանությունը այսպես հասնել եւ այս կալանավորումներն ու ձերբակալումները կարող են ինչ որտեղ բերել մի հանգրվանի, որ չկարողանաք մասնակցել ընտրության։ Գիտեք, ինձ համար Նիկոլ Փաշինյանի իշխանության որդեգրած ռեպրեսիվ քաղաքականությունը նոր չէ, դա կարծես թե արդեն ձևավորված նորմա լինի մեր երկրում վերջին տարիների ընթացքում, ես ինքս էլ եմ անցել այդ ապօրինի կալանավորումների երկարուձիգ շղթայով եւ ամենևին զարմանալի չէ, թե մեր կուսակցության համահիմնադրի, թե նաեւ մեր կուսակցության այլ համակիրների ու անդամների կալանավորումներն ու ձերբակալությունները բնականաբար իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ թե ազնիվ մրցակցային ընտրապայքարում ընտրապրոցես ապահովելն ու կազմակերպելն է, այլ ամեն գնով առանց խտրականություն դնելու գործողությունների մեջ իշխանության պահպանումն է, ուստի ես կարմիր գծեր, քանի որ այս իշխանությունը որևէ կերպ թե բարոյականության, թե միջազգային հարաբերությունների, թե պետության կառավարման
գործընթացներում ինքան որ չունի, ես չեմ կարող այդ սահմանազատումները տալ եւ ամեն կանխատեսելի եւ նույնիսկ անկախատեսելի հանգամանքներ կարող են լինել ընդհանուր միջև ձեր ասած ընտրությունների չեղարկում, որովհետեւ իրենք նաեւ իրենց համար ապահովության միջոցներ որպես նման օրենքներ ունեն։ Այսինքն, տեսեք, դուք պայքարի մեջ եք մտել մի իշխանության հետ, որը իրեն համարում է ժողովրդավարության բաստիոն եւ ժողովրդավար իշխանություն, բայց ընտրությունից առաջ գնում է կուսակցականներին կալանավորելու ճանապարհով։ Այս քաղաքական հետապնդումները երբ չեն արժանանում դրսից նաև արձագանքի, սա ինչով եք պայմանավորում։ Ես կարծում եմ, որ այդ դրսի արձագանքները մեզ ամենևին էլ պետք չեն, որովհետև մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքը, այն արժեհամակարգերը, որոնցով մեզ սնել են ժողովրդավարության այդ ուսուցումը կամ ժողովրդավարության փորձի կիրառումը Հայաստանում, այս պահին չեն գործում, դրանք սպասարկում են միջազգային ժամանակավոր շահեր, ուժի շահեր եւ նայած որ երկիրը այս տարածաշրջանում ինչ շահեր ունի, դրա ճաշակին համապատասխանել սպասարկում են նաեւ ժողովրդավարական իրավունքներն ու մարդու իրավունքները, ուստի ապավինել դրսի կողմից արձագանքներին, դա մեզ համար այս պահին առարկայական եւ անպետք մի բան է, կարծում եմ ընդհակառակը մեր ներհայաստանյան պոտենցիալը իմի բերելով, նույն օպոզիցիայի առողջ զանգվածի պոտենցիալը իմի բերելով, բոլորով միասնական ճակատով պիտի կարողանալ ճիշտ քաղաքական հակահարվածներ տալ, բնակչությանը իրազեկել, հասցնել, որ ընտրությունների գնալն է ամենակարևորը այս պահին մեզ համար եւ որպեսզի ընտրություններին ակտիվ մասնակցություն լինի ու մեր քաղաքացիները գնան, մենք դրա մասին ամեն օր, ամեն ժամ պիտի խոսենք։ Իսկ թե ինչ են անում իրենք, մենք երեք նաեւ մի այլ տհաճ տեսարանի հանդիպեցինք Մասիսի գյուղերից մեկում, երբ որ այդ իրենց համակիրները հարձակվեցին ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների վրա եւ բարբարոսաբար կներեք ես խառը կռիվ հիշեցնող ինչ որ ցեղական գնչուների կռիվ հիշեցնող տարբերակով հարձակվեցին եւ խափանեցին քարոզարշավը, բնականաբար մեզ նման ճղճի միջոցներով չեն կարող ոչ վախեցնել, ոչ հեռու պահել ընտրապայքարից, բայց ամեն դեպքում մեր երկրում տիրող մթնոլորտը որևէ լավ տեղ չի տանելու։ Որն է այն տեղը, որ այդ դեպքում տանելու է։ Երեկվա միջադեպին նայելով ես անկեղծ ասած մտավախություն ունեցա քաղաքացիական բախումների։ Նկատի ունեք քաղաքացիական բախումներ։ Քաղաքացիական բախումներ, մենք տեսնում ենք, որ ընտանիքներում, ցեղերում, քաղաքներում, գյուղերում տիրում է խորը պառակտվածության, խորը անհանդուրժողականության մթնոլորտ եւ դրա սերմնացանը եւ հիմնադիրը այսօրվա իշխանությունն է։ Տեսեք, Հայաստանում նախորդ ժամանակաշրջաններում անց են կացվել ընտրություններ, հակադիր բևեռների, հակադիր ճամբարների միջև նույնիսկ 2008 թվականին նման անհանդուրժողականության իրար նկատմամբ թշնամաբար տրամադրվածության վերաբերմունք չի եղել իմ հիշողության գոնե ընթացքում։ 2008 թվական դուք հիշեցիք, 2008 թվականը մարտի 1-ով է հայտնի, իսկ մարտի 1-ի առանցքային դեմքերից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը հիշում եք կոչ էր անում քաղաքացիներին, ասում էր դուրս եկեք, հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ ինչպես եք փայտերով, մահակներով զինվում, հա, այսինքն անհրաժեշտության դեպքում Փաշինյանը կգնա նույն սցենարով։ Բայց Փաշինյանը այդ խոսույթի տարբեր երանգավորումներ օգտագործում է նաև հիմա պատի ծակը կոխելու, ասֆալտին պարկեցնելու, իր քաղաքական օպոնենտներին տարբեր ոչ ընդունելի վարչապետի համար խոսելաձև կիրառով, հետեւաբար դա նորություն չէ, այդ մարդիկ սովորաբար չեն փոխվում, դա փողոցի կողմից կիրառվող փողոցային քաղաքականության իր դրսևորումներից մեկն է, որը երբեք չի վերացել։ Պարոն Ասլանյան, ուժեղ Հայաստանը այս ամիսների ընթացքում կարողացավ դառնալ Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժը եւ իշխանության խոսույթը ուղղված է առավել շատ ձեզ, քան մյուս ուժերին։ Ես օրինակ լսում եմ իշխանականներին, իրենք ինչ են ասում են, որ ձեր ասած 300,000 ադրբեջանցու բնակեցումը ընդամենը քարոզչական թեզ է, այդպիսի բան չի լինի։ Մյուսը, որ եթե դուք եք լինում իշխանություն, Հայաստանը թևակողում է լրիվ նոր կոնֆլիկտային իրավիճակի մեջ, որովհետև եթե իրենք երկիրը այդ կոնֆլիկտից հեռու են, պարոն Մարատ Միրզոյանն ասում է, Հայաստանը անդունդն է ընկնում, մենք
պահում ենք։ Եթե դուք եկաք, ընկնելու է անդունդը, սրան եմ ուզում անդրադառնալ։ Հայաստանը երբեք անդունդում չի եղել, անդունդի եզրին կամ անդունդի մեջ բերել հասցրել են իրենք եւ այդ իրենց կողմից կիրարկվող թեզերը, թե իրենք խաղաղություն են բերել, կներեք, այդ խաղաղությունը առարկայական ու բովանդակային չի այնքան ժամանակ, քանի դեռ մեր թշնամի պետության հռետորաբանությունը հակահայկականության մեջ է, արմենաֆոբության մեջ է, քանի դեռ նրանք ունեն մեզանից տարբեր տիպի պահանջներ, այդ թվում իրենց կողմից վերջերս ընդամենը հերկվող 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին թեզերով են հեղեղված ադրբեջանական ողջ հանրության խոսույթը, նրանց պետական քաղաքականությունը, այնպես չի, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ առողջ դատող քաղաքացու համար ձեռնտու կամ լավ տարբերակ է դրա մասին կամ խոսել է 300,000 ադրբեջանցիների կամ նրանց գալստյան մասին ավետաբեր դառնալը։ Ասում ենք, ուզում ենք թող խոսեն, ես թեման փակել եմ, որովհետև ես փակել եմ նաև արցախցիների Արցախ վերադարձի թեման։ Կներեք, արցախցիների թեման նմանատիպ այլ թեմաներ որևէ իշխանություն անհիմն անարդարացիորեն չի կարող զուտ խոսքով փակել եւ ոչ էլ ճշմարտ տակ ստորագրվելիք փաստաթղթերով։ Եթե երկու հասարակությունները, երկու հակամարտող թշնամական իրար տրամադրված հասարակությունները չեն եկել այն հանգման, այն եզրակացության, որ խաղաղությունը արդեն պահանջված է, արդարացի է եւ խնդրի լուծումը երկու կողմերի համար հասել է տրամաբանական վերջնագծին, խաղաղություն տիրել չի կարող։ Ասում եք թողեք ես վերընտրվեմ, որ հասնեմ այդ եզրագծին։ Միջազգային լուրջ երաշխիքների տակ, որը մենք ենք առաջարկում, ասում ենք Արադ Միրզոյանը ասում է հերիք է երաշխավոր փնտրեք։ Ռուսաստանն էլ էր երաշխավոր Արցախում, հերիք է փնտրեք երաշխավոր։ Ինքներս մեր հարցերը կարգավոր են։ Միայն Ռուսաստանը չէր միջև իրենց իշխանության գալը, Հայաստանն էր Արցախի անվտանգության։ Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը եւ գոյություն ուներ Մինսկի խումբ, որի կազմում էին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը եւ Փառք Աստծո 94 թվականից սկսած հրադադարի որոշակի խախտումներով ունեցել ենք տևական հրադադար կամ խաղաղություն, ինչ ուզում եք կանոնը դրեք, բացառությամբ 1-2 դեպքերի, իսկ Ռուսաստանին Արցախ անմիջականորեն բերել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, Ռուսաստանի խաղաղապահներ են հայտնվել Արցախում Նիկոլ Փաշինյանի այդ ստորագրությամբ, հետեւաբար ինչ որ մեկին մեղադրել Ռուսաստանում այնտեղ ներգրավվածության եւ թույլ տրված սխալների մասին կարծում եմ ամենաշնորհակալ գործը չի իրենց կողմից, ոչ ուժեղ Հայաստան կուսակցությունը, ոչ մնացածները որևէ կապ չունեն օրենքով նախատեսված այնտեղ ռուսական ուժեր տեղակայելու եւ ռուսներին մեղադրելու։ Ասում է սխալվել եմ, սխալներից դասեր եմ քաղել։ Այդպես չի լինում։ Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին 20 կմ/ժ արագությամբ խախտում է կատարում, այդ սխալը չի ներվում 20,000 դրամով տուգանում են։ Կներեք, մեկը խուլիգանություն է կատարում, տանում են կալանավորում են, մյուսը հարկային պարտավորություններ չի կատարում, տուգանում են։ 8 տարի գործող իշխանությունը նման ավերածություններ երկրի համար բերելով այսօր ասել սխալվել են, կներեք, իսկ ո՞րն է գրավականը, որ դուք այլևս չեք սխալվելու, այդ որտեղ է գրված, որ դուք այլևս չեք սխալվելու, եթե փորձի ուսումնասիրությունն է ձեր կառավարման, մենք տեսնում ենք, որ դուք գտնում եք պերմանենտ սխալների շրջապտույտում եւ այդ սխալները որևէ կերպ չեն ավարտվում։ Իսկ ընտրությունից ընտրություն դրա մասին խոսելը, թե այլևս չենք սխալվելու, հասել ենք անդունդի եզրին, դուք քաշվեք մի կողմ, կտեսնեք, որ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան դաշինքով այդ անդունդի եզրից հետ կտանի դեպի բարեկեցություն, դեպի անվտանգություն, դեպի լավ ապահովված երկիր ստեղծելու տեսլականը կիրառելու process։ Ասում եք դուք քաշվեք մի կողմ, որպեսզի ԿՊԱ-կանները քաշվեն մի կողմ, պետք է իրենց դիմաց տեսնեն հավաքական ընդդիմության ակտիվ պայքար եւ ընտրություններով պարտվեն։ Հավաքական ընդդիմության հաղթանակը ԿՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին, որքանով եք դուք իրատեսական համարում, հաշվի առնելով, որ այս ընթացքում պարբերաբար հրապարակվում են սոցհարցումներ, իսկ այդ սոցհարցումների թվերով Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ կարողանում է վերընտրվել շատ ցածր տոկոսներով, բայց կարողանում է վերընտրվել։
Սոցհարցումները որպես գիտություն սոցիոլոգիային վերաբերում եմ լավ, բայց սոցհարցումների բուն նպատակներին տարբեր միջոցներով կարելի անդրադառնալ, նայած պատվիրատուները ովքեր են սոցհարցումների, որովհետև սոցհարցումների գոյություն են ռեալ պատկերներ, որոնք տրամադրվում են պատվիրատուին եւ հրապարակման ենթակա պատկերներ, որոնք հրապարակում է պատվիրատուի, այսպես ասած, հրանգով։ Հետևաբար սոցհարցումները որպես համամասնություն կարելի է դիտել եւ ընթառաջվել դրանով, բայց սոցհարցումների մեծ զետեղված թվերը դրանք դոգմաներ չեն, իսկ սոցհարցումներում տարբեր թվեր են տարբեր սոցիոլոգիական հարցումներ իրականացվող կազմակերպությունների կողմից։ Մենք էլ ունենք մեր սոցիոլոգիական հարցումները, որոնք ավելի ռեալ են եւ իրավիճակներ կան, որ մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը նույն սոցիոլոգիայով հաղթում ենք միայնակ։ Դուք ասում եք սոցհարցումների թվերը դոգմաներ չեն, այդ դեպքում դոգմաներ են մարդկանց այդ ուղիղ շփումները, այդ դեպքում ոչ մի բան էլ դոգմա չի, ընտրական process-ը կներեք։ Չի փոխել իրավիճակը։ Հիմա ասեմ, դոգմաներ չեն ընտրապրոցեսում որևէ ցուցիչներ։ Ցուցիչը հունիսի 7-ին քվեախոց մտնող քաղաքացին է լինելու, հունիսի 8-ին արդեն մոտավոր նախնական արդյունքներով։ Իսկ կներեք Հայաստանի Հանրապետության այսօրվա ընտրությունները սովորական դասական քաղաքական ընտրություններ չեն, դրանք 10,000 դրամ թոշակի, ասֆալտի, դպրոցաշինության մասին չեն, դրանք մեր երկրի ապագայի, պատմական ջրբաժանի մասին են, դրանք մեր լինելիության մասին են, դրանք հայկականության, հայ մնալ չմնալու մասին են, մեր պետության գոյության, ինքնիշխանության գոյության մասին են, ուստի նեղ կուսակցական շահերի սպասարկմամբ զբաղվել էլ չենք ցանկանում, մենք այսօր վերցրել ենք այդ դրոշակը, Սամվել Կարապետյանը իր ողջ կյանքի անցած ճանապարհը այսօր դրել է այդ զոհասեղանին, ոչ թե նրա համար, որ իր կուսակցությունը կամ իր կողմից առաջնորդվող ուժը ինչ-որ հաջողություն գրանցի, այլ իր ամբողջ անցած ճանապարհը մի կողմ է դրել եւ ինքը վերցրել այդ դրոշակը, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը տանի բարեկեցության, ինքնիշխանության բարձրացման, հայապահպանության, հավատի ու ընդհանրապես մեր լինելիությունը կասկածի տակ չդնելու ճանապարհով։ Այ մեր ընտրությունները դրա մասին են եւ ոչ թե այս կամ այն կուսակցության կողմից արձանագրվելիք տոկոսների։ Այդ դեպքում, եթե այս ընտրությունները ընդամենը այս կամ այն կուսակցության արձանագրվելիք տոկոսների մասին չեն, այլ Հայաստանի լինել չլինելու հարցն է դրված, ինչու նույն ընկալումը չկա նաեւ իրենց ընդդիմադիր համարող մյուս ուժերի մոտ։ Ես տեսնում եմ, որ այս օրերին ուժեղ Հայաստանը նաեւ թիրախավորվում է ամենաշատը ՔՊ-ի կողմից, բայց թիրախավորվում է նաեւ ընդդիմադիրների կողմից։ Կներեք, քանի որ ինչ որ Եվ այդ ընդդիմադիրները մասնակցում են ընտրություններին։ Կոլեգիալության այդ բարոյականությունից ելնելով ես չեմ ուզում անդրադառնալ կամ հակադարձել այս կամ այն քաղաքական ուժին, հենց դրա համար է Սամվել Կարապետյանն ասում է, որ մեր ուժը հաղթելու է միայնակ եւ մեր ուժը ձևավորելու է այնպիսի կառավարություն, որ Սամվել Կարապետյանի կողմից ու մեր կուսակցության կողմից առաջադրվելիք ծրագրերի իրականացմամբ զբաղվենք, իսկ մյուս օպոզիցիոն ուժերը կարծում եմ դրան այնքան էլ հակընդդեմ որևէ Ձայների փոշիացման խնդիրն է այստեղ գալիս։ Ձայների փոշիացման խնդիրը պիտի թողնենք մյուս քաղաքական ուժերի բարոյականության ու նրանց պատկերացումների վրա, բազմիցս դրա մասին խոսվել է, որ այն ուժերը, ովքեր որ գոնե փոքրիշատե կասկածում են իրենց անցողիկ շեմը հաղթահարելու վրա եւ իրենք դիրքավորված են որպես ընդդիմադիր ուժ, պիտի րոպե առաջ որոշում կայացնեն այդ ընտրություններին չմասնակցելու կամ ընտրապայքարից դուրս գալու եւ ոչ թե իրենց ձայները փոշիացման միջոցով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը օգնելու համար։ Եվ հետընտրական զարգացումների հետ կապված, պարոն Ասլանյան, ձեր կուսակցությունը դիտարկում է փողոցային պայքարի դուրս գալու սցենարը, հաշվի առնելով նախորդիվ ընտրությունները Հայաստանում անցկացված, հաշվի առնելով դրանից հետո ՔՊ-ի վարքագիծը, նման սցենար։ Մեր կուսակցությունը մեր
դաշինքը հաղթելու մասին է։ Շատ լավ է, բայց մյուս սցենարը դիտարկում եք թե ոչ։ Առաջնորդը հաղթանակի խորհրդանիշ է, հաջողության ու բարեկեցության խորհրդանիշ է, ուստի մենք որևէ նեգատիվ չբացառելով այս պահին որևէ քննարկում չենք ունեցել հետընտրական զարգացումների մասին, որովհետև մենք համոզված ենք, որ հենց ընտրությունների միջոցով այս պահին հնարավոր է ԿՊ-ին պարտության մատնել եւ չմտածել։ Բնականաբար Փաշինյանը ընտրություններով իշխանություն կտա։ փողոցային պայքարի մի քանի դրվագներ գոնե մասշտաբային ցույց ենք տվել, ուստի կարելի է ենթադրել, որ մենք պատրաստ կլինենք նաեւ ցանկացած տիպի զարգացումների, իսկ Փաշինյանը ընտրությունով կգնա թե չի գնա, դա արդեն կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, եթե ժողովուրդը իր քվեն այնպիսի ամրությամբ տա ուժեղ Հայաստան կուսակցությանը եւ օպոզիցիոն մյուս ուժերին, որ Փաշինյանի համար նույնիսկ տեղ չմնաց ձեր ասածը վիճարկելու, ուստի Փաշինյանը հանգիստ, կարծում եմ շատ հանգիստ չէ, բայց կհեռանա։ Պարոն Ասլանյան, դուք ներկայացնում եք ձեր սցենարը, բայց եթե պատկերացնենք մեկ այլ սցենար եւ հիշենք, որ Նիկոլ Փաշինյանին հրապարակավ աջակցել է Ադրբեջանի նախագահը, Թուրքիան է Նիկոլ Փաշինյանին աջակցել, Միացյալ Նահանգներից Մարկո Ռուբիոն հերթական հայտարարությունը 3 արեց, իրենք ուզում են, որ Փաշինյանը վերընտրվի, այս դեպքում, երբ Փաշինյանն ունի Թուրքիա եւ Ադրբեջանի աջակցությունը, նրանք ուզում են, որ Փաշինյանը դառնա Հայաստանի վարչապետ, դուք այդ պայքարի սցենարները ինչու չեք բարձրաձայնում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը Մարկո Ռուբիոյի, Էրդողանի, Ալիևի կամ Կայա Կալասի մասին չի։ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը Մաշտոցի, Գրիգոր Լուսավորիչի, Կոմիտասի, Շարլ Ազնաուրի, Քրկ Քրքորյանի ու Սամվել Կարապետյանի մասին է գոնե վերջին 25 տարիների մեր պատմությունը։ Սամվել Կարապետյանը ամենաճանաչելի հայերից մեկն է, ամենահայկական անձանցից մեկն է միջազգային ասպարեզում, թեկուզ ոչ քաղաքական, ուստի մեր ընտրությունները Հայաստանի Հանրապետության հայերի եւ այդ հայերին իր կայուն ուժեղ օգնությունը առաջարկող Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան դաշինքի մասին։ Որը պայքարում է մեկի դեմ, որն ունի Թուրքիա եւ Ադրբեջանի աջակցությունը։ Այս պահին կարծում եմ պայքարը մտել է այնպիսի վճռական փուլ, որ այլևս կարևոր չէ թե ում դեմ ենք պայքարում։ Մենք չենք պայքարում որևէ անձի, որևէ մեկի դեմ, մենք պայքարում ենք Հայաստանի հանուն Հայաստանի Հանրապետության լինելիության, հանուն քրիստոնեության, հանուն մեր հայկական արժեհամակարգի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Մամիկոն Ասլանյանն էր, կհանդիպենք վաղը։